Ներքին հանդ փոքր գյուղի մեծ պատմությամբ մեկնարկեց Կապանի գյուղերի և դրանց տոհմերի մասին ներկայացնող դասախոսությունների շարքը։ Բանախոսը Սյունիքի պատմությունը բազմիցս գրի առած Գրիշա Սմբատյանն է, ով մեծ սիրով հանձնառավ մեր հարուստ անցյալը ևս մեկ անգամ հիշեցնելու գործը։ Հայոց աշխարհի ամենահերոսական ու ամենահետաքրքիր գյուղերից է։ Իր ազգագրությամբ, իր մարդկային հարաբերություններով, անվանի մարդկանցով մենք պարտավոր ենք պարզապես չկորցնել մեր հիշողությունը, ի վերջո Հրանտ Մաթեոսյանն է ասել, մարդ եւ անասուն տարբերվում են հիշողությամբ։ Հանդի պատմությունը որպես գյուղաշխարհի պատմություն ուսումնասիրող ինձ համար ամենահարազատն է։ Գրադարանի հյուրերը ոչ միայն պատմությամբ հետաքրքրվողներն են, այլև հայրենի գյուղի բնակիչները։ 44 եւ ավելի տարի ապրել ծննդավայրում, մեծերից լսել տոհմի անցյալի դրվագները, այն փոխանցել նաեւ թոռներին։ Այս ամենին քաջածանոթ տիկին Անահիտը ներկա չլինել չէր կարող։ Գիտեք ինչքան մեծ ցեղա թենս ցեղը, եթե ես ասեմ միրևի օրերով կպետք է պատմեմ այդ ցեղի մասին։ Երբ որ իմացա, որ այս միջոցառումը կա, անձամբ ուզեցի ներկայանալ այս շնորհանդեսին եւ շատ ուրախ եմ, որ ներկա եմ։ Սահմանամերձ բնակավայրերի անցյալը հիշելն ու հանրայնացնելը կարևոր նախապայման են մեր օրերում։ Բանախոսը նշում է, Սյունիքի բոլոր գյուղերի պատմություններն էլ յուրօրինակ ու տարբերվող են։ Հաջորդ հանդիպմանը կխոսի Առաջաձորից։ Հայաստանի որոշ շրջանների եւ մարզերի պատմության հետ կարող է մրցել։ Ցանկացած գյուղ։ Վերցնենք Խոտանան, Առաջաձոր, Շիկահող, Շիշկերտ, որը թվեմ Կավարդ եւ բոլոր գյուղերը արժանի են ուսումնասիրության։ Կապանի կենտրոնական գրադարանն է նախաձեռնել գյուղերի եւ դրանց տոհմերի մասին ներկայացնող դասախոսությունների շարքը։ Մշակութային այս կենտրոնը ոչ միայն գիրք տալու, այլև տարբեր ոլորտներն ընդգրկող թեմատիկ միջոցառումներ անցկացնելու միտում ունի։ Արվեստը վաղ միջնադարում, թատրոնի հարուստ անցյալը հերթը հասավ գյուղերի պատմությանը։ Ծրագրել ենք յուրաքանչյուր երամսյակը մեկ իր հայեցողությամբ իր ծրագրով մի գյուղի տոհմ ներկայացնի ոչ միայն կապանցի հետաքրքրվողների, այլ նաև հենց այդ գյուղի բնակիչների առաջ։ Որտեղ շատ հաճախ մենք ինքներս չգիտենք որ տոհմից ենք սերում կամ գիտենք, փորձում ենք ավելի մանրամասը իմանալ։ Եվ այս մատուցման ձևը շատ ճիշտ կարող է մեզ ներկայացնել ինքը հենց հեղինակը Գրիշա Սմբատյանը իր ուսումնասիրություններով, մանրամասը պատմական գրություններով հանդերձ։ Միայն անցնող տարի 2530 այցելու է ունեցել գրադարանը։ Տնօրենը չի բացառում նման հանդիպումների շնորհիվ գրքերի հավաքատեղին մարդկանց հոսքի լայն շրջանակ կունենա։ Նարեկ Խաչատրյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։